Հոգևորականին գոչում է եկեղեցին իր ճշմարտություններով ու արժեքներով եւ ծառայության ջամփով Դանիլե ժողովրդին։ Այսպես ասավ նորին սուրբոձություն դեր Արամ առաջին վեհապար Հայրաբեդը 5 շաբթի 23 հոկտեմբեր 2025-ին Լոս Անջելեսի ասկային առաջնորդարանի մեջ իրեն բարի կալուստի եկած թեմի հոգևորականած տասուն։ Նորին սրբությունը ասկային առաջնորդարանի մուտքին արեմտյան հայոց թեմի հոգևորականած տասուն գոմե թիմավորվեցավ, որ մեյետ հայրաբեդական թափորը ուրախ լեր շարագանի երկեցողությամբ ուղվեցավ առաջնորդարանի մադուր, ուր քահապանական աղոտ կատարվեցավ։ Աբա առաջնորդարանի թահլիջի մեջ նորին սրբությունը հadouk հանդիպում ունեցավ ներկա միապան հայրերուն հետ։ Վեհապար Հայրաբեդը շեշտեց միապանական կյանքի մեջ եղբայրասիրության, համագործակցության եւ Աստուծո եկեղեցվո ու ժողովրդին ուղված ծառայության, առավել ծավալման ու ամրապնդման կարեւորությունը։ Հանդիպումեն յետ առաջնորդարանի բաշտոնեությունն ու դիգնանց միությունը Հայրաբեդի մոդեցան եւ անոր հայրաբեդական օրհնությունը ստացան։ Հիշյալ հանդիպումներն յետ նորին սուրբոձությունն ու հոգևոր հայրերը սիրո սեղանի մշուրջ համախմբվեցան։ Արեմտյան հայոց թեմի քահանա-հայրերու գողքին նաև ներկա էին առաջնորդ քահանա-արքեպիսկոպոս Խաչարյան, Պապկեն արքեպիսկոպոս Չարյան, Մուշեղ արքեպիսկոպոս Մարդիրոսյան, Տորկոմ արքեպիսկոպոս Դոնոյան, Դաջատ եպիսկոպոս Աշոքյան, Մյուրոն ծայրակույն վարդապետ Ազնիգյան, Զարե ծայրակույն վարդապետ Սարգիսյան, Հովագիմ վարդապետ Պանջարջյան, Լևոն վարդապետ Եղիայան, Աշոտ վարդապետ Խաչատուրյան եւ Սարգիս վարդապետ Աբրահամյան։ Խոսք առնելով քահանա-արքեպիսկոպոս Որթիապար ողջունեց նորին սրբության հոգենորոք ներկայությունը Ամերիկայի արեմտյան թեմեններս։ Իր խոսքի մեջ անընդգծեց հայոց հայրաբեդի ներկայության կարևորությունը, որքան ժողովրդին նույնքան հոգևորականներուս կյանքի մեջ։ Այս առիթով հանուն ներկա հոգևոր հայրերուն Սրբազան հայրը շնորհավորեց վեհապար Գաթոյգոսին քաղաքալության 30-ամյակը, անոր մաղթելով երկար ու պեղմնավոր քաղաքալության տարիներ։ Հավաքի ավարտին իր հայրաբեդական օրհնության խոսք ուղեց վեհապար Հայրաբեդը։ Ան եկեղեցականներուն հիշեցուց թե եկեղեցին սոս գարույց ու ձես չէ։ Եկեղեցվո ինքնաարտահայտությունը պետք չէ շփոթել անոր էության հետ։ Եկեղեցին ծառայական առաքելություն է ուղղված ժողովրդին։ Քրիստոս ժողովրդին կնած իր ուսուցումներուն ու հրաշքներուն ջամփով ժողովրդին փոխանցեց աշխարհ բերած իր երկնային ճշմարտություններն ու արժեքները։ Որպես Քրիստոսի առաքելությունը շարունակելու գոչված հոգևոր ծառաներ, այս հանձնառությամբ մենք պետք է երթանք ժողովրդին անոր կյանքի մեջ եկեղեցին դարձնելով կենթանի ներկայություն։ Շարունակելով իր խոսքը Արամ առաջին Գաթոյգոս ասավ. Գիտեմ, որ եկեղեցին նաև վարչական բարդավորություններ ունի, սակայն հոգևորականին ծառայությունը պետք չէ մնա վարչական ու գրասենյակային աշխատանքներու ծիրի մեջ։ Հարկ է մշակել այնպիսի ծրագիրներ, որոնք ժողովրդին կյանքը կգենսակորձեն հոգևոր ու բարոյական արժեքներով եւ աստվածաշնչական սկզբունքներով։ Չմոռնանք, որ եկեղեցին սոս քարեղեն գարույց չէ, այլ հավատքի համայնք է։ Այդ համայնքին մասնակցությամբ է, որ եկեղեցին գթարնա հզոր ու բայծար։ Անդրադառնալով հոգևորականի գոչումին վեհապար Հայրաբեդը ընդգծեց. հոգևորականը սոսկ ծիսագադար պետք չէ դառնա, այլ հոգևոր հովիվ ու ծառայական ներկայություն ժողովրդի կյանքի մեջ։ Հոգևորական սոսկ վարչական պատասխանատու պետք չէ դառնա, այլ իր ծուխին հոգևոր հայրը մնայուն գաբի մեջ լալով իր ծուխի ընտանիքներուն, հիվանդներուն, ծերերուն ու գարիքավորներուն հետ։ Անոնց պետք է ծառայե Աստուծո օրհնությունը պաշխելով։ Այսպես կսպասեմ, որ Ըլլահայ եկեղեցվո հոգևոր ծառայության լծված հայ հոգևորականը